Սուսա, դու ոնց ես։ Սուս լավ չեմ, ականջողս եմ կորցրել, չգիտեմ որտեղ։ Պետքա գտնեմ։ Դու պատմի, քո մոտ ինչ կա։ Ինչ պիտի լինի, ես էլ իմ համար հարմար ամուսին եմ ման գալիս։ Հա։ Բայց դժվար է տեղ գտնես։ Արի, լավ, նստի պատմի, տեսնեմ ոնց ես։ Ինչ պատմեմ, տանն եմ մնացել։ Հոր, հələ պատմի, տեսնեմ այդ ոնց ա եղել, որ մեզ հիշել ես ու եկել ես մեր տուն։ Ուրեմն լսի, պատմում եմ։ Ուրեմն, տաքսի եմ պատվիրել, գնում եմ քրոջս տուն։ Այս տաքսու վարորդը այնքան հմայիչ էր, ես հասկացա, որ ինքը իմ ասպետն է, իր սպիտակ 07-ով ու հատուկ ճանապարհս երկարացրեցի, որ հետը երկար շփվեմ։ Էն էլ ձեր տան մոտով անցնում էինք, իմացա, որ 4 հատ երեխա ունի։ Մի անգամից իջա։ Ես ինչ ես ասում, հար։ Էլի ես իմ չացած է։ Այ բարի ձեզ։ Իմ նկատի ունեի փոշեկուլը։ Հասկացա։ Տիգրան, հիշում ես իմ ընկերուհին է, Կարինեն։ Հա ոնց չեմ հիշում Կարինեն, եմ որ ուզում եմ միշտ ամուսնանա։ Ես հարսանիքից եմ քեզ հիշում, այն որ դու պետքա ծաղկե փունջը գցեիր աղջիկները կանացել, ինքը բռնեց, հետո ես էի գցում տղաների մեջ, էլի ինքը բռնեց։ Երկուսն էլ դու ես, չէ՞ բռնում։ Հա, ես բռնեցի, երևի դրա համար էլ մինչև հիմա տանն եմ մնացել։ Ես գնամ տեսնեմ ես որտեղ կարամ սարքեմ, լավ։ Վայ կարջան։ Վայ Նել, դու իմ ընկերուհիներից ամենաերջանիկն ես։ Ունես լավ տուն, լավ ամուսին, լավ երեխաներ, լավ ընկերուհի։ Այսպես ավելի համեղ է շոկոլադը։ Կար, հələ պատմի, տեսնեմ ոնց ես, ինչ կա։ Դե ինչ պատմեմ, տունն եմ մնացել։ Ու ինչ։ Ինչ, գոնե մի հատ տղամարդ լիներ իր հետ տանը մնայի։ Բարև ձեզ։ Բարև։ Բարև, Ալֆրեդ ջան, իմ ընկերուհի Կարինեն է, հիշում ես։ Դեմքը մի տեսակ ծանոթ է, բայց այդպես հələ մի վարքան չասես, հələ մի վարքան չասես։ Ոնց հիշեցի։ Քո ընկերուհին է Կարինեն։ Ապրես, Կարինե ջան, էս էլ Ալֆրեդն է, Տիգրանի եղբայրը։ Շատ հաճելի է։ Նելի ջան, սես մետ հարցով եմ եկել ճիշտն ասած, սիս մետ 5000 դրամ փող ա պետք։ Չլինի ժամադրության ես, Ալֆրեդ։ Չէ, ժամադրություն։ Լունապարկ պետք է եթանք ընկերներիս հետ։ Հա, տենց ավելի համով է։ Ոնց դուք ամուսնացած չեք, ես կարող եմ տալ ձեզ 5000 դրամ։ Ահա, խնդրեմ, վերցրեք։ Շնորհակալություն, բարի փերի։ Դուք այս համազգեստով շատ հմայիչ եք։ Բա առանց համազգեստ ինչքան հմայիչ եմ։ Իսկ իմ շորիկը ձեզ դուր գալիս է։ Լավն է, ինչքան է սարեմ։ Դու ինչ կապ ունի ինչքան եմ առել։ Իսկ մազերես։ Նելի ես ընկերույթ ոնց էր խաղերը տալի ընկերուի։ Չէ, Ալֆրեդ ջան, ինքը ուղղակի ուզում է ավելի մոտիկից քեզ ճանաչի։ Դու էլ կարող ես իրեն հարցեր տալ։ Դե։ Դու Facebook-ում կաս։ Այո, իսկ դու։ Հաբա ես եկամ։ Իսկ ոնց գտնեմ քեզ։ Ուրեմն այ գրում ես Ալֆրեդ, գծիկ, սեքսի բոյ, գծիկ սիմպատիակ, գծիկ 80000։ 80000։ Էդ ինչն է։ Էդ իմ աշխատավարձի չափն է, գրել եմ, որ աղջիկը միանգամից հալվեն։ Վայ, ինչ սրամիտն ես, Ալֆրեդ, քո այդ շատ հաճելի է։ Հաբա, կստացի մետ անեկդոտ պատմեմ, ուրեմն դևը լարվում է հայ ռուսի վրացու հետևից, բռնում է, ասում է կարոջի, ով ամուսնացած չի, նրան ուտում եմ, ես ռուսին հարցում է դու ամուսնացած ես, ռուսը ասում է չէ, դրա դու ուտում է, ես վրացին հարցում է դու ամուսնացած ես, ասում է չէ, դրա դու ուտում է, ես հային հարցում է դու ամուսնացած ես, հայ ասում է հա, հային չի ուտում։
Շատ լավն է, շատ ծիծաղալու է։ Աբա, ես եմ հորին է։ Իսկապես։ Աբա։ Դու տաղանդ ես։ Ինձ թվում է դուք իրոք շատ լավ եք հասկանում, ոնց որ իրար համար ստեղծված լինեք։ Ալֆրեդ ստեղ ես։ Աբա։ Արի մի հատ օգնի բրթենք մեքենան, էլի։ Տիկ-տիկ, ես կբրթեմ։ Մալտից։ Հա, արի գնանք, ես քեզ բան եմ ասելու։ Դու մոսկաս մեքենա բրթես։ Ալֆրեդ մտի բրթի։ Որի ստեղ մի հատ բան։ Հələ մի հատ նայի։ Ալֆրեդ ու Կարինեն իրար են հավանել։ Այ չես խոսում, ոնց կնի որ մեկ Ալֆրեդին հավանել։ Տիկշան մի հատ նայի, դες ոնց են իրար հետ շփվում։ Այն արդեն ծիծաղում է Ալֆրեդի վրա։ Հա, բա, տեսնում ես։ Տիկ ինչ նման են իրար, բայց։ Ինչու՞ ես ասում, Կարինեն էլ է մի քիչ տարօրինակ։ Սկալիս են արդեն։ Բայց լավ էլ գոլդ համար է 17-54-29, որ գումարում ես իրար դառնում է 100։ Հա, ես հենց դրա համար էլ վերցրել եմ։ Լուրջ ես ասում։ Դե կզանգ եմ ուրեմն այսօր։ Եղավ, ես անհամբեր կսպասեմ քո զանգին։ Աբա։ Դե ոնց պայմանավորվեցինք։ Դու կծնգսնես, ես քեզ հետ կզանգեմ։ Եղավ կյանքս դպակա։ Ապրիկ։ Ես եկա։ Պարզեցի ինչներ փչացե։ Հա, որ լուրջ բան չէր։ Չէ, տարա մասնագետին մի հատ փոշին միջից հանեց, սկսեց աշխատել։ Օ, Ալֆրեդիո։ Ողջունում եմ բոլորին։ Ես զանգեցի կոնգերուն, էլի, եւ մենք այսօր երեկոյան հանդիպում ենք։ Ալֆրեդ, շատ լավ ես արել, Կարինեն իրոք շատ լավ աղջիկ է։ Բայց ես չեմ գնալու։ Ես չես գնալ, ինչի։ Մի տեսակ վախենում եմ նել։ Ալֆրեդ, վախենալու բան չկա, Կարինեն իրոք շատ լավ աղջիկ է։ Դու պետքա գնաս։ Չեմ գնալու։ Տիգրան, մի հատ ասա Ալֆրեդին, որ ինքը պետքա գնա։ Ալֆրեդ, չէ, դու պետք է գնաս, ինքը այն աղջիկներից է, որոնց հետ հա հանդիպելով դու փորձ ձեռք կբերես ու հետո վերջում արդեն քո հավանած աղջիկը է, դու փորձ կունենաս, գիտես արդեն ոնց շփվես։ Չհասկացա, Տիգրան։ Այդ Կարինեին ում տեղն ես դրել։ Ոչ մի բանի տեղը չեմ դրել, ուղղակի այստեղ չի հավանում այդ աղջիկան, այդքան բան։ Մի րոպե, հա Տիգրան։ Ալֆրեդ, հələ ինչ ճիշտ է ասա։ Կարինեն քո դուրը գալիս է։ Հա, շատ է գալի, մեռում եմ իր համար։ Վերջ։ Հենց այդ է կարևորը, դրա համար դու պետքա գնաս այսօր։ Հա դե թող գնա, ես բան չասցի, ուղղակի չգնաս, այնտեղ սկսես քո գործից խոսել կամ էլ սկսես պայուսակը ստուգել։ Դա ինչ անեմ։ Ոնց ինչ անեմ։ Քո առաջին հանդիպումը, չգիտես ինչ անես, վեր կաց ասեմ, ես քեզ հեսա բացատրեմ ինչա պետք անել, վեր կաց։ Վեր կաց։ Նայ։ Ալֆրեդ, լսի, կապ չունի, սա ձեր առաջին հանդիպումն է, թե որերորդ։ Դուք այսօր հնարավոր է համբուրվեք իրար հետ։ Ինչ ես խոսում։ Ես քեզ լուրջ բան եմ ասում, պես երբ դա տեղի ունենալու։ Երբ որ դուք արդեն դուրս եք գալիս, երեկոյան մոտենում եք արդեն տան մոտ, արդեն ռեստորանից դուրս եկեք այդ ճանապարհին, ծիծաղելով, տարբեր հիմար թեմաներ շոշափելով, եկաք հասակ Բաձեզնի մոտ, ականջների մեջ ձեր երկուսի strangers in the night։ Այդ երաժշտությունն անջում դու Միքայել առաջ ես անում դեպի իրան։ Խորոշում չես քաշում իրա օծանելիքի հոտն ես զգում, ինքն էլ քո օծանելիքի հոտն ես զգում, նայում եք իր աչքերի մեջ, հիշում եք ամբողջ ձեր հիանալի օրը, նա էլ Միքայել առաջ դեպի քեզ է գալիս ու դուք համբուրվում։ Բավար այդ քայլը չանի։ Մի րոպե։ Բաբրդ քայլը չանի։ Դե ասում եմ, եթե հանգարց ինքը քայլ չարեց, դու էլ այդ ամենը հիշում ես, պատկերացնում ես, դու որպես տղամարդ մի հատ էլ ես քայլ անում դեպի ինքը, ու ոնց որ ես եմ միշտ ասում, մոտենում ես աղջկան, ասում ես ինչ լավ օրեր, սիրելիս։ Ող։ Շնորհակալություն խորհուրդների համար, ապերուց ձեռները։ Բայց ես համի տեսակ լարվում եմ, համել մտածում կարող է փողս չհերիքի։ Ալֆրեդ, ինձ ասա տեսնեմ ինչից ես լարվում։ Դե գիտես ինչ, Կարինեն շատ գեղեցիկ աղջիկ է, շատ հմայիչ, կանացի,
Իսկ ես ոնց որ Հա դեստեղ ես արդեն չեմ կարող խորհուրդ տալ այդ ոնց որ գեներն արտակինն է ծնը։ Ինչ ես ասում, Ալֆրեդ։ Ալֆրեդ, դու չես պատկերացնի, դու ինչ հաճելի տղամարդ ես, Ալֆրեդ։ ես ոնց է շրեկը լինեմ։ Ընդհանրապես, Ալֆրեդ, դու ընդհանրապես կանաչ չես։ Ո՞ր ես ասում։ Ալֆրեդ, մի հատ ինձ լսի, հա։ Դու ոնց ասեմ, դու շատ բոյով, շատ սենց սիրուն սև մազերով, շատ հաճելի արտաքինով տղամարդ ես։ Այս դարի կանայք, Ալֆրեդ, հենց քո տեսակի տղամարդկանց են սիրում, հասկանում ես, դու Ալֆրեդ, իրոք լուրջ եմ ասում։ Դու հիմա լուրջ ես խոսում այդքան բանն էլիկո։ Ալֆրեդ, դու չես պատկասնի, դու ոնց ասեմ, դու ձեր ընտանիքի դու ամենաինչ։ ամենավոյով ու սև մազերով տղամարդն ես։ Այսինքն Դե այսինքն, Ալֆրեդ, դու շատ գեղեցիկ տղամարդ ես։ Դե բա ես բանն եմ գնեմ պատրաստեմ հանդիպանը։ Շատ մերսի քեզ Նելի ջան։ Ալֆրեդ, Ամենա։ հետո ինչի անալի օր է սիրելիս։ Փաստորեն Ալֆրեդ ավելի սիրուն է, քան թե ես։ Ինչի անալի օր է սիրելիս։ Հա բայց լուրջ եմ հարցնում։ Ալֆրեդն ավելի սիրուն է, քան թե ես։ Դե վերջացրու Տիգրան։ Իբր չգիտես ինչի համար ասեցի։ Ասեցի, որ մարդը իրան մի քիչ վստահ զգա, որ հանգիստ գնա հանդիպման։ Բայց ինչի ինձ չես ասում, որ ես էլ ինձ վստահ զգամ։ Որովհետև դու ամուսնացած ես։ Չհասկացա, դու ամուսնացած եմ, ուրեմն գեշ է։ Հա։ Ոնց հա։ Բոլորի համար գեշ ես։ Մենակ իմ համար ես սիրում։ Դե ասա, որ սիրուն եմ։ Դե ասեցի էլի Տիկ։ Չէ, տենց չէ, իմիջայլոց չէ։ Ոնց ասեցիր Ալֆրեդին։ Բարձրահասակ, սև մազերով, գեղեցիկ։ Բայց ասեմ, որ դու այդքան էլ բարձրահասակ չես, այդքան էլ սև մազերով չես ու այդքան գեղեցիկ չես Տիգրան։ Սիրուն ես։ Փաստորեն գեշ եմ։ Ինչ ես ծիծաղում։ Ինչ։ Ուղղակի հիշեցի, որ նոր էինք հանդիպում։ Միշտ տենց ականջի շշնջում էիր։ Ինչի անալի օր էր սիրելիս։ Ու ինչ շատ հետաքրքիր է։ Թե մինչև ինձ քանի հոգու ես այդ նույն բառերը շշնջացել։ Հմ? Դե պատասխանի է Տիգրան։ Դե հաշվում եմ, չես թողում։ Մոռացա ինչ թիվ էր արդեն հասը։ Լավ Տիգրան։ Մինչև դու կհաշվես, թե քանի հոգու ես ասել ինչի անալի օր էր սիրելիս, ես է կհաշվեմ, թե քանի հոգի է ինձ ասել այդ նույն բանը։ Միրապա։ Ալֆրեդ, ինչ գեղեցիկ տեղ ես ինձ հրավիրել։ Շատ շնորհակալություն։ Խնդրեմ Կարինե ջան, իսկ կլինի քեզ Կարինե չասեմ։ Բա ինչ ասես։ Մուկիկ, Ինչի հենց մուկիկ։ որովհետև ես փիսիկ եմ։ Ինչ ռոմանտիկն ես, բայց դու։ Հաբա, փիսիկ ուզում եմ մուկիկի հետ խաղա։ Ալֆրեդ, իսկ դու շատ ես ընկերուհիներ ունեցել։ Չէ, իսկ դու շատ ես ընկերուհիներ ունեցել։ Նույնպես ոչ։ Ես թե։ Իսկ ինչի չես ամուսնացել։ Արդեն 30 տարեկան ես։ Գիտես ինչ Կարինե ջան, ինձ դուր է գալի Կազանովայի ես ազատ կարգավիճակը։ Ոնց որ ասում են մեծին Լեոնտիևը, я одинокий бродяга любви Կազանովա։ Նարան ձեզ ինչ եք ցանկանում։ Բարի օր աղբոր ջան, համեցի նստի, ցավը տալեմ ինձ ընդեն գիրուս կողը նստի։ Որ շնորհակալություն, դուք ավելի լավ ձեր պատվերն ասեք։ Ինչ կամենես։ Դե արի ինչ-որ մի բան վերցնենք խմելու, որ չամաչեմ։ Բայց որ ես խմեմ Կարինե ջան, վերջում դու հաստատ կամաչես։ Ինչև է, մեզ մեկ շիշ գինի բերեք։
Ես շուտ գնաց մատուցող, ես ուտելու բան էի ուզում, ես ուտելու բան էի ուզում։ Դե լավ, ախորժակդ պահի ինձ կուտես։ Լուրջ ես ասում։ Իսկ կարելի է քո ձեռքը բռնեմ։ Ո՞ղ, խսիշ պապուկը ձեռդ։ Ես մեջը բամբուլ կա։ Ալֆրեդ, արի գնանք մեր տուն, ես մենակ եմ ապրում։ Հենարի գնանք մեր տուն։ Ինչի դու էլ ես մենակ ապրում։ Չէ, մամայի պապայի հետ։ Իդեպ Կարինե ջան, ես քեզ բանաստեղծություն եմ նվիրել, քո պատվին գրել եմ։ Ուղղակի կիսը տա մնացել մտածում եմ տամ, թե չեն ես մի տեսակ կիսը տա էլին։ Դուր տեսնեմ։ Դու ես ասում։ Լավ, այն։ Բայց այստեղ բան չկա գրած։ Աբա, ասում կիսը տա մնացել, թուղթը կա, մնամա գրեմ էլի։ Դուխով ընգել չեն լինել ես։ Շնորհակալ եմ։ Դե, խմենք ծանոթության կենացը։ Մորը սարև կեզ ենքան եմ հարգում, դու իմ աղբոր կնգակ ընգերուհին ես, չմտածես խմած եմ դրա համար եմ ասում։ Չէ, ամեն ինչ նորմալ է, Ալֆ։ Մետ կլնի մուկի կիսական ջին բան ասեմ։ Ասա։ Իշլև եղանակա չէ դուսը սիրելիս։ Մամ, Ջան, բարև։ բարև Տիգրան ջան։ Բարև ցավդ տանում։ Հա, Ոնց է տեսքս, մամ։ տեսքդ։ Ոայ Տիգրան ջան։ Շատ վատ է տեսքդ, շատ։ Լսի կարող եմ էլի հետեք վիճել, հա։ Կարող եմ ուզում ես բաժանվես։ Վայ կորոնամ, ես այդ երեխեքը առանց մայր են մեծանալու, ախր Տիգրան ջան, ես քեզ ասում էի միշտ ապի, տեսար ինչ եղավ։ Ինչ ես խոսում, մամ, ուղղակի հարցնում եմ տեսքս, ոնց է եկել եմ որ նայես, ու ասես ոնց է տեսքս։ Տիգրան ջան, տեսքդ շատ վատ է, շատ, կարող է սոված ես։ Բալես հիմա մի բան արագ պատրաստեմ նստի հացկեր, հա։ Ինչ լավ է դեմ դիմաց ենք ապրում, լսի։ Ու ինչ լավ է որ քո մայրը Նելիի պես չի ու քեզ սոված չի թողնի։ Նստի հիմա հաց պատրաստ։ Մամ, ես սոված չեմ, ես ուղղակի եկել եմ հարցնեմ, ոնց է տեսքս։ Տեսքդ շատ վատ է։ Տիգրան բալես։ Կարող է գործից են հանել։ Չէ, ման։ Չէ։ Ուրեմն դու ուրիշից երեխա ունես։ Հա։ Չէ։ Ուրեմն սոված ես։ Չէ։ Լսի, Ալֆրեդի հետ ես վիճել։ Չէ։ Հայ միջալոց, Տիգրան ջան, կարող եմ իմանաս Ալֆրեդը ուրա։ Մի քիչ առաջ զանգահարեց, ասեց, որ շատ ուշ է գալու։ Ալֆրեդը այսօր ժամադրության է եւ նա գնացել է այդ աղջկա հետ ռեստորան։ Վայ, ես ինչ ասեցի Տիգրան ջան, վայ ոտքերս թուլացավ։ Վախ, վերջապես Ալֆրեդիս կողքը նիկին կլինի բան մեղք չէ, իմ գեղեցիկ Ալֆրեդը գոնե ամուսնանա, վայ ջուրախ կլինեմ, լեսի միջալոց ինչի են գնացել ռեստորան, թող գային տուն, հաճարով փլավ կեփեի, հա, մածոնից հետ թանկ սարքեի, կնստեի,
ետ աղջկա հետ կզրուցեի եւ վերջապես կյանք կսովորեցնեի։ Դե դրա համար է չեն եկել, էլի գնացել են ռեստորան։ Հա, լավ։ Հա, Դու ինչ ես կարծում, Ալֆրեդը սիրուն տղա է, Ալֆրեդը շատ սիրուն տղա է։ Ալֆրեդը ստան ամենագեղեցիկն է։ Հա ես։ Դու շատ համակրելի տղամարդ ես։ Այ Ալֆրեդս, երբ որ փողոցով քայլում է, բոլոր աղջիկները այսպես շորընգալի ու նայում են։ Որտեղ հիմար բաներ ա անում։ Որտեղ հիմար բաներ անում, ով չնայ։ Ալֆրեդը շատ գեղեցիկ տղամարդ է։ Ալֆրեդս ինձ է նման, իսկ դու քո հորը։ Բարև բաբկեն։ Արև պապ։ Բարև, Տիգրան։ Հա, Ես բան աղ է։ Կարող է սոված ես։ Ամարտին չեք ուզում, ինչ մտել եմ ես տուն, ես մեկ սոված չես, սոված չեմ։ Դու հենց նեցնե չէիր գա։ Ուրեմն մի բան կա, որ եղել ես։ Բաբկեն իմացել ես ինչ է եղել։ Ալֆրեդս գնացել է ժամադրության։ Բա ոնց։ Այ Ալֆրեդս սիմպաթիչնի տղա է։ Բայց ինքը չի պիտի հենց նես նստի տանը։ Բա պիտի գնա, բա ինչ պիտի անի։ Այո, Ալֆրեդ։ Ես չեմ հասկանում, ինչն է իր այդ սիրուն սիմպաթիչնի, որ ասում եք։ Չհասկացա, Ալֆրեդիս ամեն ինչն է սիրուն է։ Ամեն ինչը, ու իմիջալից ասեմ, Ալֆրեդից այդ կողմը լրիվ ինձ է քաշի։ Իսկ դու լրիվ իմանես։ Ոչ, Մերդ։ ոչ, Ալֆրեդը լրիվ ես եմ, իսկ Տիգրանը քեզ է նման։ Ոչ, Ալֆրեդը ինձ է նման, իսկ Տիգրանը քեզ է նման։ Ոչ, Ալֆրեդս ինձ է նման, Ալֆրեդս ոնց որ Ալեն Դելոնը լինի։ Բա ես։ Դու Տիգրան ջան, դու էլ ոնց որ Ալեն Դելոնի եղբայրը լինես։ Վայ, գեղեցկություն։ Հրաշք։ Դու գիտեք ինչ գեղեցիկ է Երևանը նամանավանդ գիշերով։ Դուք տեսել եք, ինչ գեղեցիկ է Ալֆրեդը նամանավանդ կոստյումով։ Աման մերնի ջանիտ, Ալֆրեդ ջան պատմի տեսնեմ, ուր էի գնացել, ինչ էիք խոսում, ինչ էիք անում, պատմի հա մի հատ։ Կարինեն շատ լավ աղջիկ ա, մա։ Մենք իր հետ գնացինք ռեստորան, հետո գնացինք դիսկո ակումբ, հետո գիշերային ակումբ, հետո պիտի գնանք սրճարան, էր իրա փողերը վերջացած։ Այստեղ դու լրիվ նման ես հորդ։ Մենք էլ ուր գնում ենք միշտ հաշիվը ես էի փակում։ Լավ, չես ամաչում, ինչ ես խոսում երեխեքի մոտ։ Ինչ ես խոսում, չես ամաչում։ Դες բան, ընդամենը մի անգամ է եղել։ Մի անգամ, հա, որ դու հաշիվը փակես ու սենց մի ամբողջ կյանք ինձ երեսով ես տալիս, ամոթ է երեխեքի ինչ կմտածեն։ Հա, բաբկեն, ճիշտ ես ասում։ Մենք ընդամենը մի անգամ ենք տեղ գնացել ու այդ մի անգամը ես եմ հաշիվը փակել։ Այս գնացի ժողովուրդ, հաջողից, պարզ ամեն ինչ։ Տիգրան ջան, բայց ինչ կա մեր տունն ես չլինի սոված ես ապեր։ Դա լավ կուշտ եմ ասում։ Բայց խեր տխուր Տիգրանը։ Գիտես ինչ, Ալֆրեդ ջան, Տիգրանը հենց սկսում է ինչ-որ մեկին նախանձել, սկսում է տխրել։ Լավ, ամեն մարդ էլ մի թերություն ունի, մի այդենց բան արեք, ոչինչ։ Հա, բաբկեն ջան, բայց նա այնքան լավ կողմեր ունի, որ այդ թերությունը չի երևում։
Դիշ լավ կողմեր ունի, որ մամա։ Տիգրանս աշխարհի ամենաբարի, ամենախելացի տղան է։ Յուրաքանչյուրը կուզենար նման տղա ունենալ։ Հաբա ես, մա։ Հաբա ես։ Դու Ոնց որ Ալեն Դելոնի աղբերը մնաս։ Դի։ Ալֆրեդ։ Նելի։ Հա, տիկ ջան, էսա պատրաստ կլինի ճաշը։ Ուղղակի այս ճաշ պատրաստելն էս դժվար է, մեկ մինչև որոշում ես, արդեն այնքան ուշադրում է։ Տիկ, էս դու ես։ Հա, միշտ էլ սենց է եղել Տիգրանը։ Տիգրան, էս ինչ է Հո։ Տիգրան։ Իմ մազերն է։ Տիկ, ոնց տեսնում եմ, ունքերը տել ես հանել։ Լավ չի ունենալ։ Շատ լավ է Տիգրան։ Հոյակապ է, ուղղակի չեմ հասկանում քո հետ ինչ է կատարվել Տիգրան։ Այդ ինչ ես թաքցնում ինձնից։ Ինչ եմ թաքցում։ Այդ ինչ է ձեռքերիդ մեջ։ Ոչ մի բան։ Դուր մի հատ տեսնեմ հələ։ Չէ։ Լը դուր տեսնեմ։ Բան չկա։ Ախ, դուր ինչ անի։ Այդ իմ անձնական օգտագործման խնամքի պարագաներն են, խնդրում եմ զգուշ վերաբերվիր դրանցով։ Ինչ ինչ է Տիկ։ Գել մազերի համար։ Մուս մազերի համար։ Շատ լավն էր։ Լակ մազերի համար։ Այո, լակ։ Լակը մազերին փայլ է հարել։ Տիկ, ես չեմ հասկանում։ Կյանքս քեզ թվում է, որ այս ամեն ինչը քեզ հմայք է տալու, հա։ Ես հիմա սիրում եմ արդեն։ Տիգրան, նա ինձ լսի ուշադիր։ Այս ամեն ինչը ոչ քեզ է պետք, ոչ ինձ է պետք։ Ինձ պետք է իմ են հին Տիգրանը, ում ես միշտ սիրել եմ ու շատ եմ սիրում։ Տիգրան, Տիգրան, ես ինչ աղք։ Չէ, նորմալ է։ Արի ցույց տամ ինչ եմ գտել։ Ուր։ Արի, Ինչ։ Ու ես տանում։ արի ցույց տամ ինչ եմ գտել։ Ես մեր երկն եմ։ Ես երկի տակ մենք առաջ անգամ ծանոթացին պարել ենք։ Ես որտեղից ես գտել։ Արի Տիգրան, արի վեր հիշենք այն ամենը, ինչ որ եղավ այդ օրը։ Սպասի, բայց ոնց ենք պարում։ Սենց հեռավորությամբ, սենց վրա, սենց այսպես պար։ Ու չենք խոսացել, շատ երկար չենք խոսացել։ Ու հենց այս պահին ես հազացի։ Օ, դուք երևի մրսել եք։ Օ, դուք խոսել գիտեք։ Իմ անունը Տիգրան է։ Իսկ ես Նելին եմ։ Շատ հաճելի է։ Ինձ էլ է շատ հաճելի։ Կներեք, ես ուղղակի լավ պարել չգիտեմ։ Ես արդեն հասկացա, դուք մի քանի անգամ իմ ոտքերին կանգնեցիք։ Կներեք։ Його, Տիգրան։ Սենց բան դու չես արել այն ժամանակ։ Նա չեմ արել, հիմա անում եմ, ուզում եմ անում եմ։ Ալֆրեդ, սրանք խնամքի պարագաներ են, որոնք օգտագործում են տղամարդիկ։ Օրինակ, այս մաշկը փափկացնելու համար հատուկ կրեմ է։ Լուրջ ես ասում։ Հա։ Ես իմը որ կսեմ մաշկս կդառնա փափլիկ ինչպես մանկան, է։ Ну, ինչպես մանկան ինչ-որ մի բան է։ Լուրջ ես ասում։ Շատ լավ է, շատ լավ։ Դե սպասես։ Վախ։ Այ հիմա իմ մաշկը դարավ փափուկ, հասկանում ես Տիգրան։ Եսի կարելի է տեղերից մեջը կսեմ փափուկ քնեմ, չէ։ Դե սպասի։
Այս ժամին այսքան։